Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Կիևի թիմերի բանակցությունները շարունակվում են։ Միացյալ Նահանգներում Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվեն Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները կրկին հանդիպել են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի գլխավորած պատվիրակության հետ։ Ըստ պետքարտուղարության հաղորդագրության ուկրաինական կողմից նշել են, որ Կիևի համար կարևոր է հասնել այնպիսի կարգավորման, որ կապահովի երկրի անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Քննարկվել են վերջերս Մոսկվայում ռուսական և ամերիկյան կողմերի հանդիպման արդյունքները և քայլերը, որոնք կարող են հանգեցնել պատերազմի դադարեցմանը։ Անդրադարձ է եղել անվտանգային հնարավոր միջոցառումներին, Ուկրաինայի հետ պատերազմյան վերականգնմանը, համատեղ տնտեսական նախաձեռնություններին, ասված է հայտարարության մեջ։ Վաշինգտոնի և Կիևի թիմերը համաձայնել են, որ ցանկացած առաջընթաց կախված է խաղաղության գնալու Ռուսաստանի պատրաստակամությունից։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը ևս մեկնաբանել է Ռուսաստանի հետ հնարավոր կարգավորումը։ Ալեքսանդր Սիրսկին շեշտել է. Ուկրաինան չի հանձնելու իր տարածքները, դա չի կարող խաղաղության համաձայնագրի մաս դառնալ։ Արդար խաղաղության կարելի է հասնել միայն, երբ ռազմական գործողությունները դադարեցվեն ներկայիս առաջնագծով, իսկ այնուհետև բանակցություններ սկսվեն, հավելել է Պաշտոնյան։ Նա տեղեկացրել է, որ այժմ առաջնագծում տեղակայված է ավելի քան 710,000 ռուս զինվոր։ Նրանք փորձում են առաջ շարժվել շփման գծի ամբողջ երկայնքով, թեև ռուսական կողմն օրական կորցնում է մինչև 1100 զինվորականի։ Սիրսկին նշել է, որ ուկրաինական զորքերը կշարունակեն պայքարել, եթե դիվանագիտական ջանքերը ձախողվեն։ Նա նախազգուշացրել է՝ սեղանին է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը։ Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Կիևից հայտնում են, որ ռուսական ուժերը կիրառել են բալիստիկ և թևավոր հրթիռներ, փորձելով խոցել էներգետիկ օբյեկտներ ու ենթակառուցվածքներ։ Կիևի մարզում հայտնի է 3 տուժածի մասին, Խարկովում կան զոհեր։ Դնեպրում և Դնեպրի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել։ Լվովի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։ Ռուսաստանի ՊՆՆ-ն հայտնել է, որ գիշերը ոչնչացվել է ուկրաինական 116 անօդաչու թռչող սարք։ Թիրախում են եղել Վորոնեժի, Բրյանսկի, Բելգորոդի մարզերը։ Տեղեկություններ կան, որ Ռիազանում նավթավերամշակման գործարան է վնասվել։ Պակիստանի և Աֆղանստանի սահմանին կրկին բախումներ են։ Հաղորդվում է, որ աֆղանական և պակիստանյան ուժերը փոխադարձ կրակոցներ են արձակել։ Զոհերի մասին պաշտոնական տեղեկություններ չկան։ Էսկալացիայի և արդեն 2 ամիս գործող հրադադարը խախտելու համար կողմերը մեղադրել են միմյանց։ Երկու երկրների միջև հարաբերությունները վատթարացել են հոկտեմբերի 9-ին Քաբուլին Պակիստանի ավիահարվածներից հետո։ Իսլամաբադը հայտարարել է, որ թիրախում են եղել Թալիբանի առաջնորդներ։ Դրան հետևել են սահմանային բախումները։ Երկրները հոկտեմբերի 15-ին համաձայնել էին ժամանակավոր հրադադարի մասին։ Դիանա Գասպարյան, լուրեր։